Արգելի հետևորդներ, քաղաքապետարանը հիմա էլ որոշել է Դալմա Գարդեն մոլի ճակատային հատվածում փակցված Սամվել Կարապետյանի նկարները պոկել կամ այդ նկարները կռիվ տալ։ Մեստեղ են քաղաքապետարանի աշխատակիցները, մենք փորձենք պարոն Առաքելյանից հասկանալ։ Պարոն Առաքելյան, բարև ձեզ։ Հիմա էլ այստեղին պաստառներն եք պոկում։ Այո։ Հիմա ինչ նախնդիրը։ Նույնն է։ Նկարը դուրները չեկել, նկարի միջի մարդը, թե ինչն է պատճառը, որտեղ ոնց որ թե մարդու հետ է կռիվը, իրենք այդպես են ասում։ Չէ, քննի ինքնական տեղադրված գովազդների մեջ։ Թույլտվություն չունեն, չեն դիմել ձեզ։ Բայց սա գովազդ չի, երեք էլ այդ նույն հարցը առաջացավ։ Մենք հիմնավորեցինք, որ գովազդի մասին օրենքով գովազդ։ Ինչո՞, օրինակ ինչ է գովազդում այս պաստառով։ Գովազդի մա։ Օրենքի երկրորդ հոդվածով կարգավորում է, խնդրեմ կարդալ, ծանոթանալ պաստառը։ Որ խնդրեմ կնշեք այդ օրենքը, որն է հասկանանք, օրինակ Սամվել Կարապետյանի նկարով ինչ է գովազդվում։ Գովազդի մասին օրենքով սահմանված ամեն ինչ։ Որտեղ իրենց փաստաբանն էլ երեք ասում էր, որ գովազդի մասին օրենքի մեջ չի մտնում սա։ Կարող է օրենքի բաց կա այստեղ։ Չեմ կարծում։ Եթե դիմեն դատարան եւ պարզվի, որ օրինակ քաղաքապետարանը սխալ է, ապօրինի է այս ամեն ինչը հիմա հանում, հետո դուք ո՞նց եք այս ամեն ինչը մեկնաբանելու։ Այսինքն հիմա հանեք, հետո post factum դատարանը ոնց որոշի։ Եթե մարդիկ պլանավորել են դիմել դատարանը, դեպքում դատարանի որոշումով կշահագրեն։ Լավ, հիմա ասենք անձեն աշկով որ նայում ենք, դուք որպես մասնագետ այս պաստարի մեջ ինչ գովազդ եք տեսնում, ինչ է գովազդում։ Ասում ազատություն Սամվել Կարապետյանին։ Գովազդի սահմանումը գովազդի մասին օրենքով ես այդ մասին երեք էլ ասացի։ Բայց այստեղ գովազդ չկա։ Դե հիմա դա ձեր կարծիքն է կամ Ես որպես սպառով որ գալիս եմ Դալմա, այս նկարը տեսնելով ինչից եմ գայթակղվում, որ գովազդային առաջարկով որ մտնեմ Դալմա։ Ասեցի, որ կարգավորում է գովազդի մասին օրենքով, հետևաբար խնդրեմ գովազդի մասին օրենքով։ Լավ, հիմա ինչ եք անում, ո՞նց եք ապամոնտաժելու հանելու այս ամեն ինչը։ Իսկ այդ ծախսերը ձեր հաշվին եք անում։ Այդ կարգավորումը 37 նոր Երևան քաղաքի հավաքան 2009 թվականին։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Ձեզ թվում է ձեր որոշումները բոլոր գիտեն։ Մոնտաժում ծախսովա փոխհատուցում։ Ծախսը իրանք են փոխհատուցելու։ Ամեն ինչ ֆիքսացիա է 37-ին ֆիքսացիա։ Դուք ապամոնտաժ եք իրանք փոխհատուցեն, բայց իրանք էլ ծախսերն էլ փակցրել են։ Հիմա սպասում եք վիշկա գա։ Լավ։ Պարոն Առաքելյանը չկարողացավ մեկնաբանել, թե Սամվել Կարապետյանի նկարն ու նրան ուղեկցող գրությունը ազատություն Սամվել Կարապետյանին կոնկրետ ինչ ապրանք կամ ծառայություն են գովազդում, բայց ասաց, որ գովազդի մասին օրենքի խախտում է։